Ողջույն, բարի երեկո ժողովուրդ ջան, հարգանքներս բոլորիդ, հուսամ լավ եք եւ նյարդերը դեռևս տեղում են, չնայած այն բանին, որ սպասում ենք իսկապես շատ նյարդայնանալու ենք, բայց օրական ինչ-որ տենց դեպքեր են գրանցվում, որը ծիծաղներս է շարժում ու թեթևացնում է փառքաստու լարվածությունը, մենակ այդ մասով կարանք շնորհակալություն ասենք թեթևացնողներին, ովքեր որ շատ դժվարությամբ են հայերեն բառեր ընտրում խոսելու համար եւ ինչ խոսելու համար իրականության հետ առնչություն չունեցող բաներ։ Ամեն մեկը տեսեք, եկեք բաժանենք երկու խմբերի։ Ես ինչքան որ հասցրել եմ հետևեմ, կա երկու խումբ։ Մի խումբը փորձում է կայանալ հետեւյալ կերպ։ Իր մասին ոչինչ չի խոսում գրեթե, միայն ինչ-որ սիրուն ճառեր, բայց ինչպես է պատկերացնում դա անել, այստեղ 0 ենք տեսնում, 0 իրավիճակ։ Բայց ինչ են անում, ասենք դրանք ռուսամետ ուժերն են հիմնականում, դա հատուկ տեխնոլոգիա է, որին տիրապետում են, որովհետև բոլորը նույն դասարանից են։ Ինչ են անում նրանք, փորձում են ոչ թե ներկայացնել իրենց, այլ ներկայացնել թե դիմացինը ինչքան վատն է, ու ինչքան վատն է դիմացինը, տրամաբանորեն իրենք այդտեղ մնում են լավը։ Նու քաղաքացու առաջում ներկայանում են, հա։ Իրենք չեն ներկայացնում իրենց, հասկացաք, չեն ասում, այ մենք օրինակ SSS բաները որ խոստանում ենք անեն, պատկերացնում ենք մոտավորապես այս ձևով, այս ինչ իրավիճակում սենց, այսպես, չէ, այդպես բաներ չկա, այ սա շատ վատնա, հետևաբար մենք ենք լավը։ Այ գնաց հարաբերությունները փչացեց, հետևաբար մենք որ գանք, չենք փչացնենք, կարգավորենք։ Այ գնաց այս տվեց ընտրել, այ որ մենք գանք, սա մի խումբն է, ռուսամետների խումբը։ Եվ կար շատ քաղաքակիրթ ձևով իրենց քարոզարշավը տանողներ, վարողներ, իհարկե, այստեղից կպեին մի քիչ դուրս կդնեմ ոչ թե նրա համար որ քաղաքակիրթություն չէ, այլ որովհետև այս ուժերը աշխատում են բնականաբար իրենց հետ, իրենք են իշխող ուժ եղել, իրենց դեմ ու այն որ անընդհատ փորձում են բոբոձածա դարձնել, բնականաբար իրենք երբեմն պիտի արդարանան, երբեմն նաև էմոցիոնալ մասով։ Բայց կան նաև ժողովրդավար քաղաքակիրթ ձևով իրենց քարոզարշավը առաջ տանող ուժեր, ովքեր ներկայանում են իրենց թիմով, ներկայացնում են իրենց ծրագիրը ու անգամ շատ դեպքերում հոդաբաշխ բացատրություն են տալիս, թե ինչու են կարծում, որ ինչ բանը այսպես անել հնարավոր է։ Կամ ինչ բանը այնպես, եթե անենք, հնարավոր է եւ կա այդտեղ հնարավորություն, որ իրենց ծրագիրը կիրականանա։ Այ իմ երազանքը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի կայանում է նրանում, որ ինչ որ մի օր տեսնեմ ընտրություններ, որը ամբողջովին կգնա այս հարթության վրա, հա, եւ բնականաբար արդեն իշխող ուժներ կկարողանա մտնել քաղաքական դիսկուրսի մեջ ամբողջովին եւ այստեղ որ կարժևորվի նաեւ քաղաքացու դերն ու նշանակությունը, քաղաքացու ինտելեկտը եւ իսկապես քաղաքացու ընտրությունը կլինի ծրագրերի մասին, կլինի խոստումների մասին եւ հետեւաբար կլինի նաեւ հետագայում պատասխանատվության բարձր զգացում բոլորի մոտ, ովքեր որ պիտի անընդհատ հաշվետու լինեն քաղաքացուն։ Այ սա է ժողովրդավար երկրի կերպարը։ Բայց ցավոք սրտի դեռևս կա մի հատ ընդհանուր առմամբ 25-30%-անոց բան, թե քաղաքական դաշտում թե այնպես, որ տանումը չէ այս ուղղությամբ, այդ բան սարդ ատելության առանց հաշիվներ տալու իրենց խոսացածին, խառը ով ոնց կարա տեղում խափելով, ստելով, նեգատիվ ներարկելով եւ այլն եւ այսպես շարունակ։ Ինչ խոսք ունենք, ինչ ունենք։ Հիմա ես ուզում եմ որպեսի մի թեմայի անդրադառնանք առաջնային, որը հենց նոր տեսա հանրային հեռուստատեսության եթերում։ Վերնագիրը հենց այդտեղից էլ բխում է, իհարկե այլ թեմաներ նույնպես կքննարկենք, բայց վերնագիրը բխում է այս պարագայում հանրայինի բանավեճից։ Իդեմս Արթուր Խաչատրյանի, ով Բեռնից ոնց որ թրծրեց, հետո չէր ուզում երկար ժամանակ ընդունել որ տես բան ասել, իսկ այդպեսի բան ասել է Արթուր Խաչատրյանը։ Ինչ է ասում։ Ասում մենք բանակցում ենք, ինչ որ մի միջանցք փոխանակելու ամբողջ Արցախի հետ։ Հիշեցնեմ, հա, հետո Մարիա Կարապետյան ասեց, ես ճիշտ լսեցի, որ sense բան ասեցիք, դե հետո երկար խոսում էր, սկզբից ասաց, չէ, ես այդ չեմ ասել, տենց չեմ ասել, մի խոսքով։ Բայց այդպես է ասել, կարող եք հետո եթերից հետո YouTube-ով միացնել այսօրվա բանավեճը, ինքներդ կլսեք այդ ձևակերպումը։ Նախ տարական հարց, եթե դա հնարավոր էր, ինչու չարեցիք։ Սկսենք այստեղից, բայց դա հնարավոր չէր եւ չէիք կարող անել, որովհետեւ դա ամենազարհուրելի բանն էր, որ կարող էր իրականանալ հանկարծ։ Իմիջայլոց հենց դա իրականացնելու համար դաշնակների ձեռամբ, Քոչարյանի կառավարմամբ եւ Սերժի
թիկունքը պայելով, այսքան անվտանգության հատվածը լուծելով գնդակահարվեցին ազգային ժողովում քաղաքական ու պետական գործիչներ։ Հիմա ժողովուրդ ջան, քանի որ ես գիտեմ, հասարակ քաղաքացիները շատ խորամուխ չլինելով տերմինոլոգիայի մեջ, կարող ասեն, հա, բայց ինչ վատ կլինի, այսքանը տալիս ենք, այսքանը վերցնում ենք։ Ոնց որ թե ձեռա տալիս, հա։ Դրա համար ես կփորձեմ մի փոքր, չնայած այս թեման շատ խոսել ենք, բայց հիմա քանի որ կպանք սրան, ելի մի փոքր բացեմ, որպեսզի մեր հանրությունը հասկանա, թե ինչու չի կարելի դիտարկել էնի այսքան, իսկ եւ ինչու չի կարելի դիտարկել էսի այսքան։ Նախ եւ առաջ Ռոբերտ Քոչարյանը հանդիսանում էր թեկուզ խախտումներով, բան դա դնենք մի կողմ, Հայաստանի Հանրապետության նախագահը։ Եվ այս սահմանադրության նա պատասխանատու է Հայաստանի Հանրապետության ամբողջականության, նրա սահմանների անելիության եւ ամեն ինչի համար։ Նա չունի իրավունք, որևիցե ղեկավար չունի իրավունք Հայաստանի Հանրապետության տարածքներից միթիզ հող զիջելու թեկուզ ինչ-որ բանի դիմաց։ Անմիջապես դրա մասին պետք է, եթե ասենք կորոշենք, կարծեմ որ չէ, ամեն դեպքում ձեռնտու է կարելի է այդ ուղղությամբ բանակցություններ տանել, պետք է հանրությանը ներկայացնել, տեղի է ունենում հանրաքվե այդ պարագայում եւ քաղաքացիական որոշում, որովհետեւ Հայաստանի Հանրապետությունը պատկանում է ժողովրդին։ Իհարկե, այս ամեն ինչը թաքուն էր պահվել, մինչև Արամ Սարգսյանը կսկսեր սրա մասին խոսել, հետո իհարկե արտահոսքեր կլինեն, այդ ամեն ինչը կհրապարակվեն թերթերում, իսկ վերջին տարիներին արդեն անգամ Ազատությունը դա բան արեց, ցուցադրեց եւ այլն, հա, որպես հիմա Մեղրու Միջանցքին ասում է, մարդը իր բերանով ասել է։ Հեսա կասեմ հետո ինչպես ձևակերպեց, հա, որ չստացվի, որ սենց մանիպուլացնում ենք, բան չունեմ, ամենամեծ մանիպուլատորներն իրանք են, որ մեր չափ ազնիվ լինեիք քաղաքացիների հետ շփվելուց։ Ուրեմն, երբ որ գնում էր այդ բանակցությունները, որ Սյունիքի մարզից, հատկապես կոնկրետ Մեղրիով Միջանցք տրվի Ադրբեջանին, Արցախի դիմաց, այստեղ ադրբեջանցիները ահագին շահեցին, որովհետև խոսքս դարձավ բանակցությունների տրամաբանությունը փոխվեց եւ դարձավ հողային պահանջ, որը որ արդեն ադրբեջանցիների օգտին էր այդ պարագայում, իսկ անվտանգության եւ իրավունքների պահանջը, իրացման պահանջը, այսինքն որ կարա ցանկացած ժողովուրդ ռեֆերենդում անի եւ անկախանա։ Սա երկրորդվեց, դրա համար հետո արդեն ոչ մեկ ոչ մի բան, ոչ ինքը դրանից հետո 10 տարի չկարողացավ բան անել, ոչ էլ Սերժը չկարողացավ եւ առհասարակ դրա համար էին անընդհատ կրակում, որ ու արդարացվում, իսկ մեր կողմից ոչ ոք երբեք չի կրակել, բաժից գործողություններ երբեք չեն եղել, հա, մեր սահմաններին մշտապես զոհվել են տղերք, մշտապես մենք լուրերով լսել ենք այդ օրը քանի անգամ հրադադարի ռեժիմ խախտվել, ունենք զոհ, ունենք վիրավոր, չունենք զոհ, չունենք վիրավոր, այդ բոլոր 20 տարիներին մենք ամեն օր լսել ենք հեռուստատեսության վրա եւ երբեւե չենք լսել որևիցե բաժիչ գործողության մասին, որովհետեւ դրա բանը լեգիտիմությունը չես ունեցել, հասկանում եք, սա է հարցը, որովհետեւ ինքը հակառակորդը կարողանում էր աշխարհին ասել թե ինչու է ինքը կրակում եւ ինչու ունի այդ լեգիտիմ իրավունքը։ Մեր կողմից չէին կարող, դրա համար դրանք չկա։ Հիմա Հայաստանի Հանրապետությունը մշտապես այն Հայաստանի Հանրապետությունն է, որը այսօր դուք տեսնում եք անգամ մագնիտիկի տեսքով բաժանում է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը։ Դա Հայաստանի Հանրապետությունն է։ Այն որ մենք պատկերացրել ենք Արցախն էլ մեր Արցախները, դա երբեք չի եղել Հայաստանի Հանրապետության կազմում կամ առնվազն բանակցությունները շատ վաղուց միացում գոռալուց հետո շատ են շեղվել եւ արդեն առհասարակ կապ չունեն այդ ամեն ինչի հետ։ Այստեղ շարքում են, բայց մերն էր, չէ, ինքը հայկական էր։ Այո, հայկական էր։ Այո, որտեղ ոչ ոք ոչինչ չի ասում։ Եվ հիմա էլ ես համարում եմ Արցախը հայկական, վաղնել եմ համարելու, հարցը դա չի։ Հարցը իրավունքն է միջազգային, հարցը ֆիքսված փաստաթղթերն են, հարցը երրակողմ ստորագրություններն են, որոնք դարձան երկկողմ ստորագրություններ եւ այլն։ Մի խոսքով։ Հիմա եթե դու, երբ որ սա պայմանավորվում ասում է մեր մոտից Միջանցք ենք տալիս Արցախի դիմաց, իմիջիայլոց եթե չեմ սխալվում, սադարակում են ավելի կոնկրետ դրա մասին խոսել դեռ Հեյդար Ալիևի է։ Հետո ադրբեջանցիները գնում են ու սկսում են մտածել։ Պատկերացնում եք, բարձրվում է ադրբեջանցիները մտածել են, իմացել, իսկ մենք միշտ մտածել ենք, որ նրանք ոչխար են։ Գնացել սկսել են մտածել, ասում են մի րոպե։ Եթե պետության ղեկավարը ասում է պատրաստ եմ իմ մոտից տարածք տալ, ապա նա խախտում է իրենց համանadrությունը։ Ապա նա ասում է, որ ինքը չի երաշխավորը չի Հայաստանի Հանրապետության սահմանների անելիության։ Այս ինչ է ստացվում։ Եթե իրենցը չի, ապա ումն է, ուրեմն մերն է։ Եվ ինչի դիմաց է տալիս Արցախի,
ասում Արցախն էլ տուր ինձ, ասում մի րոպե։ Եթե ասում Արցախն էլ տուր մեզ, ուրեմն Արցախը ինքը համար, մա որ իրենցը չի։ Ուրեմն ումն Արցախը, մերն է։ Ստացվում է, որ երկուսն էլ մերն է։ Ու այս տրամաբանությունն է սկսում առաջ անել Ադրբեջանը։ Անգամ 2020-ի պատերազմից հետո, երբ որ ինքը համար մեր արդեն Արցախը Իրանը, նա Միջանցքի թեմա էր բացում։ Չէ, ես Միջանցքը պիտի վերցնեմ, որովհետև իմն է։ Որովհետև դա ձերը չի, Պարսկաստան քոնն է։ Ուրեմն իմն է։ Վերջ։ Ուրիշ ուրն է։ Այ այս թեմաներ, դե այստեղ ավելի խորքային հարցեր կան, բայց ընդհանուր միտքը իմ կարծիքով ըմբռնելի է, հա, տրամաբանությունը ըմբռնելի է։ Լավ, հիմա Արտուր Խաչատրյանը ասում է, դե մենք այդ որ տալիս ենք, բա հիմա հենա դուք էլ եք անխոչնդոտ Միջանցքի մասին է խոսքը։ Արտուր Խաչատրյան, խոսքը այնպեսի բան է, որ երբ որ լեզվիցը թռնում, այլ հետ չես բերի։ Այն էլ հանրայինի եթերում, հա, ոչ կոնկերների միջավայրում։ Ու պետքա շատ զգուշ լինել։ Անխոչնդոտը անխոչնդոտ է, բայց շեշտը անխոչնդոտի վրա չի, է դրված ախր, որ դու փորձում ես մոլորեցնելու մանիպուլացնել, այն հետևից նստած ջահելների ոչինչ որ մանիպուլացնես, բայց դու ողջ հանրությանը չես կարող, որովհետև շեշտը ոչ թե այս պարագայում կոնկրետ հիմա որ գնում է այս թրիփ ուղի եւ այլն այս գործողությունները առաջ է տանում, ոչ թե անխոչնդոտն է շեշտը, այլ ում իրավազորության, ում սահմանային ամբողջականության շրջանակներում է մնում այդ միջանցքը։ Միջանցք բոլոր երկրներում կան, որտեղով անցնում են միջպետական ճանապարհներ, դրանք միջանցք են թարգմանվում, եթե տվյալ լեզվից թարգմանես, բայց այն տրամաբանությամբ, որը որ դուք եք խոստացել թուրքերին, դա խիստ տարբերվում է թրիփ ուղուց, հասկանում ես, անխոչնդոտը կներես, օրինակ ես Վրաստան որ գնում գալիս եմ, շուտ անխոչնդոտ եմ գնում, որովհետև մեկ իմ ճանապարհը չի խոչնդոտում, բան տամոժնի անցնում եմ, իսկ տամոժնի խոչնդոտ չի, դա իրավական կետ է, որը արձանագրում է իմ պետությունից դուրս գալը եւ հարևան պետություն մտնելը։ Եվ հակառակ հարևան պետությունից դուրս գալը եւ իմ պետություն մտնելը։ Հասկացա՞ր, մնացածը անխոչնդոտ, որովհետեւ խոչնդոտ ես չունեմ։ Նույնն է Իրանի սահմանին։ Հասկացա՞ր։ Իհարկե լինում են նաեւ որոշակի հեշտացված տարբերակներ, ասենք լինում են ռոբոտացված տարբերակներ, աշխարհում արդեն դրա փորձը վաղուց կա, եթե դուք առաջի անգամ եք լսում ու սարսափում եք դրանից, ապա հանգստացեք, ջուր խմեք եւ այլն։ Այնպես որ Արտուր, դու ասացիր, այն ինչը որ մենք ասում էինք ու դու հարձակվում եք, ձեր թիմը հարձակվում էր մեզ վրա, մեզ ամենատարբեր որակումով։ Մեկը ինձ վրա, ես իմ անունից խոսամ։ Ինձ վրա ու ամենատարբեր որակումներ տալիս։ Հիմա տեսնում եք, թե դուք ինչի համար եք, ու 20 թվականին էլ ինչի համար եք պայքարում։ Իմիջայլոց ոչ ոք դեռևս sense բանը չի ջնջել իր հիշողությունից, երբ դուք նստած առավոտից երեկո ամենատարբեր ոդքասթերում ու եթերներում պաշտպանում եք ռուսական թեզը Ալիևի հետ միասին միաձայն աղմկելով, որ չէ Հայաստանը 9-րդ կետը ինչու չի կատարում։ Հենց հիմա եթե YouTube-ում տես մի հատ ձևակերպման վերնագիր գրեմ մի 100 նյութ է բերելու, որ դուք պահանջել եք, դուք ազգային ժողովի ընդդիմադիր բաները, խմբավորումները, ձեր արտախորհրդարանական սատելիտներով հանդերձ պահանջել եք Հայաստանի Հանրապետությունից նոյեմբերի 9-ի փաստաթղթի 9-րդ կետի կատարում, որովհետև դա եղել է ձեր թավանը, որը նույնպես ինչպես Ղարաբաղը, որը փակվեցիք հեղաշրջումով եւ Մեղրիի միջանցն է ձեր թավանն է, ձեր վզին դրած, որը նույնպես պարկեք մնացել պիտի փակվեք։ Եվ այնտեղ պիտի կանգնեն ռուսական բաները, FSB-ի ուժերը։ Ինչի, եթե հիմա թրիփի ուղի ալինում ու որևիցե կազմակերպության ուժերն են կանգնում, ինչից եք ներվում։ Էն էլ մեր իրավական կրկնում իրավազորության ամբողջականության եւ այլնի, բանով 5 հատ բարգա հետեր կավոզ բացել կարդալ ամեն անգամ չկրկնեմ։ Բա այս ինչ էիր խոսում այսօր համեկում։ Կամ Էդգար Ղազարյան դու առհասարակ դու ինչ դեմքով էիր գնացել կանգնել այնտեղ։ Ես այսօրվա բանավեճից բրավոներ, պարոն Մերաբյան ջան, ապրես։ Շատ հստակ, շատ այն սուր ձևակերպված, բայց եւ հաստատուն ձևակերպված նախադասություններ, մոտեցումներ, որից որ երկու կանգնած չկարողացան լպտալ։ Երկու կանգնած չկարողացան լպտալ։ Բրավո, պարոն Մերաբյան։ Այսօրվա բանավեճը դու կրել ես եղբայր։ Հիմա Էդգար Ղազարյանին ես մի բան պատմում ձեզ, կարծեմ էլի եմ պատմում։ Բանը Telegram-յան կանալով հյուր է, չեմ հիշի հիմա որ Telegram-յան կանալով, եթե չեմ սխալվում Տիգրան Մեծով։ Հյուր է ու հարցազրույց է տալիս։
ու ինտերնետկաների մեջ էր, լսողների մեջ էր նաև ոնց հասկացա փաստորեն Էդգար Ղազարյան, ով զուգահեռ admin-ին դիմել էր, որ բանա կարա հարց տա ինձ, ինձ հարցրեցին, ասին Էդգարն Ղազարյան ուզում հարց տա, թող տա։ Լավ ձևակերպեց իր արևին շատ sense բան բարդ համադասական մի հատ հարց ու լուրջ դեմքով ակնկալում է պատասխանի։ Ասում եմ իհարկե այդ հարցի պատասխանը մոտոս է, բայց ես ուզում եմ իմանամ ում եմ պատասխանում։ Արի մի հատ ուղիղ հարցից հարցով պատասխանեմ ճշտելու համար ու շարունակեմ մնացածը։ Բա լսում եմ։ Ասում եմ քո հանրահավաքներից մեկի ժամանակ, քո կազմակերպած հանրահավաքներից մեկի ժամանակ, որը տեղի ունեցել ազգային ժողովի Բաքում, ազգային ժողովի բանում Բաղրամյան փողոցի վրա ազգային ժողովի դիմաց։ Դուրս է եկել մի հատ սրիկայի զավակ, միկրոֆոն է տվել, տես քո հանրահավաքի պատասխանատվությունը, քո կազմակերպած հանրահավաքի պատասխանատվությունը քո վրա է։ Դուրս է եկել մեկը, ասել է դրանց պետքա բոլորին ոտերից կախել ծառերից ու չգիտեմ ինչ անել։ Անցել է աղակի ժամանակը։ Դու երբևէ այդ մարդուն հանդիմանել ես գոնե որ տես բան պիտի չասել։ Դու հիմա այդ ասացին կողմ ես թե դեմ։ Ու սա ասում է կողմ եմ։ Չէ, ասում է պիտի հանդիմանեմ, ես համաձայն եմ իր ասացի։ Դե որ հիմա համաձայն ես իր ասացի հետ։ Դու աննասունից ինձ համար չես կարող տարբերվես։ Հետևաբար քո հարցը հարց չի, բառաչանք է։ Ու բնականաբար անպատասխան ամնում քո տված հարցը, դա ռադդ քաշի դստեղից։ Հասկանում եք։ Այսինքն դու բաներ ես արել, որը դու քաղաքական գործիչ ես, քո քաղաքական գործունեության վրա դա ազդելու է։ Անկամ ես, երբ որ ժամանակ առ ժամանակ ստիպված եմ լինում ձեր ձևով հակադարձելու որպես քաղաքացի, բայց նաև լավ պատկերացնելով, որ հնարավոր է ես առաջիկայում քաղաքական գործունեություն սկսեմ ծավալել իհարկե ընտրություններից հետո։ Ես մեկ-մեկ ասում եմ, արա, բայց արժի որ այսքան sense բացում եմ, էլի լեզուս սրանց վրա ախր։ Չնայած որ հակադարձում եմ ընդամենը, ինձնից չեմ բանալում, հա, հակադարձում եմ, բայց անգամ այդ պարագայում ես անընդհատ կաշկանդվածություն եմ զգում ու պատասխանատվությունը խեղդում է ինձ։ Լավ, դու ո՞նց կարաս այդպիսի արտահայտությունները մեկնաբանես այդ ձևով ու գաս այսօր հանրայինում կանգնես, խոսես թե ինչն է թրքական, ինչն է չգիտեմ ինչա կա։ Ու առհասարակ այս խոսույթը երբ է վերանալու մեր իրականության միջից։ Հայաստան, ասենք թուրքերի հետ խնդիր ունեք խնդիր թուրքերի հետ։ Ես երևի ունեք, չէ՞։ Ես չեմ կասկածում։ Ես ձեզ 5 տարի ասում եմ, եկեք ձեր տրանսպորտը կֆինանսավորեմ։ Բարձրանում եք Բաթումիից, թեքվում եք ձախ։ Ու հայտնվում եք մի վայրում, որտեղ միլիոններով թուրքեր են ապրում։ Գնացեք հարցերները լուծեք։ Կամ լուրջ վերաբերվեք մեր պետությանը ու որպես քաղաքակիրթ հասարակություն հանդես եկեք ու ազգային բնութագրերով մի փորձեք իրար վիրավորել, գոնե դուք։ Մենք հələ ոչինչ, մենք շարքային քաղաքացիներ ենք, մեր մեջ հələ երկար այդ խոսույթը կգնա, բայց դրա պատասխանատվությունն ու գնահատականը ուրիշ ձև է անջում։ Ձերը ուրիշ ձև։ Քաղաքական ուժ եք, առաջնորդության բան եք ներկայացրես, այս ինչ ձև է։ Այս ինչ ձև է։ Այ հենց այդ խոսույթներն են եղել, այ հենց այդ խոսույթներն են ապացուցում, որ դուք երբեք անգամ Արցախի բնակչության մասին չեք մտածել։ Հիմա ֆիկտիվ դուրս եկել չգիտես ինչեր եք խոսում, բայց ձեր գործունեությամբ դուք երբեք Արցախահայության, Արցախի ճակատագրով հետաքրքրված չեք եղել, մտահոգ չեք եղել, քայլեր չեք ձեռնարկել։ Ձեր մաքսիմումը եղել է Հայաստանից մի բան տանք, Արցախը տվեք։ Դա որ Արցախը մերն էր, Հայաստանից եք ինչ որ բան տալիս։ Բարձանագրեիք անցնեիք առաջ, 20 տարի երկրի ղեկին էիք։ Բարձանագրեիք առաջ անցնեիք։ Վերջ Արցախը բանա, Արցախն է, վերջ, Արցախի հանրապետություն։ Այս ծննդականը, այս պասպորտը, այս միջազգային բաների, կառույցների գնահատականը վերջացավ, բան եք։ Որովհետև դուք էլ գիտեք, որ հենց դուք եք խուրդել թեմաները։ Ձեր խելքը չի հերիկել միջազգային ատյաններում համուր պատշաճի ներկայացնել խնդիրը եւ դիվանագիտական այնպիսի բաներ հնարքներ օգտագործեք, որպեսզի կարողանաք հասնեք այդ արձանագրմանը։ Կներեք, բա որ Արցախը մերն էր, ու էլ այդտեղ հարց չկար։ Բայց կարող եմ իմանալ ոնց կարա մի պետության վրա, որը կա գոյություն ունի, առհասարակ պրոստը տակ հարցակում տեղի ունենա այլ երկրի կողմից։ Ոնց ախպեր։
Եթե Արցախը մերն էր, ինչ եք բանակցում թուրքերի հետ, ադրբեջանցիների հետ։ Ինչ եք բանակցում։ Արցախը մերն էր, չէ՞ ասում եք։ Ինչ եք բանակցում։ Եվ այդ ինչ բանակցություններ են, որ մտել էին փակուղի։ Ում հետ եք ինչ գնում խոսում։ Չի եք խոսում։ Եվ այսօր սրիկայություն, հա, երբ որ փորձ արվում դա դարձնել քաղաքական դիվիդենդ։ Սրիկայություն կամ հաստատում է Փաշինյանի ասածը, ով ասում է, որ Արցախի էթնիկ զտումը ձեզ պետք է, որպեսզի դուք ստեղ բան ունենայիք, ձեն փախցնեք։ Ճիշտ ասում։ Դենց է ստացվում։ Ու այսօր դուք հանրայինի բանավեճի ժամանակ դա ներկայացրեցիք։ Հիմա գնանք ստերով, ստերի հետքերով, ավելի ճիշտ։ Մի տեսանյութ կա իրար կպցրած, ես պարզապես Facebook-ից եմ վերցել, նայեք ժողովուրդ ջան, հաճախ կտեսնեք ես YouTube-յան եթերի ժամանակ ցուցադրում եմ տեսանյութեր, որոնք որ Facebook-ում շատերը տեսել եք, բայց բացի այն, որ մենք փորձում ենք յուրովի մեկնաբանել, նաև դա այստեղ ես ցուցադրում եմ նրա համար, որ գիտեմ, որ իմ հետևորդներից շատերը Facebook-ում գրանցված չեն։ Դրա համար ես նաև բերում եմ այստեղ, հա, կարելի ասել։ Մի րոպե։ Հիմա մի կողմից շատ կարճ տեսանյութ է, հա, նախաբանը ասեմ։ Մի կողմից Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է անպատասխանատու Քոչարյանը իրեն հատուկ պատասխանատվությամբ հայտարարում է, որ 8 տարվա ընթացքում Հայաստանի Հանրապետությունում որևէ գործարան չի կառուցվել, մյուս կողմից նույն ռուսական ուժերից այն մյուսը Նարեկ Կարապետյանը ասում է, որ մենակ իրանք մի 6-7 հատ գործարան են կառուցել։ Եկեք լսենք։ Իրար հետևից է։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել։ Մեկ նոր ներդրում։ Վերջի 5-6 տարվա ընթացքում 7 հատ գործարան են բացել։ Ստեղծել են աշխատատեղեր։ 8 տարում մեկ գործարան չի բացվել։ Նա տնենք։ Հայտարարություն է, որ 8 տարում մեկ գործարան չի բացվել։ Մեկ նոր ներդրում։ Վերջի 5-6 տարվա ընթացքում 7 հատ գործարան են բացել։ Ստեղծել են աշխատատեղեր։ 8 տարում մեկ Ռոբերտ Քոչարյանը Հիմա բանա ախր Ռոբերտ Քոչարյանը, բանի, ուժեղ Հայաստանի ցուցակի կեսը Ռոբերտ Քոչարյանի սաստավն է։ Չգիտեմ, խռովել են դուրս են եկել, թե теперь մինիմոյկա, մի теперь ապտեկա այս մասովա, չգիտեմ։ Բայց մի հատ իրար հետ դիսկուրս կկազմակերպեք, օրինակ այսօրվա բանը հանրայինի բանավեճի ժամանակ Արթուր Խաչատրյանն էր Հայաստան դաշնքից եւ Էդգար Ղազարյանը ուժեղ Հայաստանից։ Մի հատ երկուսով իրար հետ դիսկուրս, մեկ ասեք, արա, գործարան կառուցվել է, խեք ասում չի կառուցվել, կամ էլ դուք էլ ասեք գործարան չի կառուցվել, խեք ասում կառուցվել է։ Մենք խոսեիք սրա մասին։ Ընդ որում 6-7 գործարան որ ասում են Նարեկը, դա մենակ իրենք։ Ընդ որում պետության աջակցությամբ էլի։ Դիմել են պետությանը ներկայացրել են ծրագիր, որոշակի ծախսեր էս կողմեն, ահագին բաներ պետությունը տվեցել է արեք ախպեր։ Չի ասել, արա չէ, սրանց բան չանեք, քաղաքական տարանջատումներ, բաժանումներ չի դրել։ Ու սա պետքա գնահատվի իմիջայլոց մեր քաղաքացիների կողմից։ Նրանց կողմից, ովքեր ասում են ազգը պարակտեցին սրանք բամա, դե գնահատեք մի հատ։ Դուք Քոչարյանի կամ Սերժի ժամանակ կտեսնեիք ֆինանսավորում պետական աջակցություն նենց մեկին, ով որ իրանց ընդդիմություն լիներ, կտեսնեիք տենց բան, ասենք հիմա եթե օրինակ ինչ որ հրաշքով, բացասական իմաստով հրաշք բառը, Սամվել Կարապետյանն ու Բուլկին, Նարեկ Կարապետյանը դառնա վարչապետ։ Դուք պատկերացնում եք մեկին, ով ԿՊ-ական է, բան են անելու, աջակցելու են բիզնես ծրագրով, որ առաջ գնա մարդը, բլոկելու են ամբողջը, եւ բնականաբար գործարանները սա շատ լավ են գիտակցում։ Նրանք ովքեր նոր են իրենց բիզնեսը դրել, մի քանի տարի է նոր են ոտքի կանում, նրանք սա շատ լավ են գիտակցում, փառքաստություն։ Գիտեմ, որ այդ օթերը նենց սիրուն է փակվելու, ու նենց բաներից են կտրվելու, ծրագրերից եւ այլն, որոնք որ այսօր պետությունը առաջարկում է սկսնակ բիզնեսմեններին։ Հիմա 6-7 գործարան մենակ Նարեկը։ Ես ինքս մի քանի գործարաններ գիտեմ, որ կառուցվել են, բայց այստեղ մի բան էլ էլի։ Ուրեմն եղել են դեպքեր, եւ ես դրանք լուսաբանել եմ, որ մարդը սուբվենցիոն ծրագրով գործարանա կառուցել, ընդորում Երևանում չէ, մարզերում է, որը որ շատ կարեւոր է։ Ուրեմն մինչև հիմա եթե չեմ սխալվում, ես մի քանի տարի է, բանա, ամեն ինչ պատրաստ է, մնում է կնոպկեն սխմի ու աշխատի,
գործարանը, միջազգային ստանդարտներին համապատասխան գործարան։ Մենակ նրա համար, որ հեծը մուտիլովկա է արել, այս բառը օգտագործեմ կներեք, բանը վիսակավոր բարձր լարման հոսանքի մատակարարման հարցում։ Ասենք բերելա, պիտի մի կցոնից, այնտեղ գրվում է, որ պիտի մի կաբել լինի, էլի։ Բերել 3 կցոնով է դրել։ Նշված է բանով պիտի լինի, վերևով, օդով պիտի լինի, գետի տակով կամ հակառակ։ Սրանք կարևոր բաներ են, ասենք գործարանն է, որը անընդհատ աշխատանքի process-ի մեջ պիտի լինի։ Կցոնը թույլատնում է բանը, բա որ մի տեղը խփեց։ Այս գործարանը կանգնում է ու ահագին ապրանք վարի է գնում։ Ո՞վ է դրա տերը։ Եվ դիտավորյալ դժվարացնում էին, ուշ էին տալիս այդ բանը, անգամ եթե փորձեին նորմալ այդ հոսանքի հարցը լուծել, միևնույնն է մի 2-3 տարի, 4 տարի կավատները դե հերթերա չենք հասցնում։ Ու ես այդ ժամանակ դեռ շատ լավ գիտեի ու այդ նույն գործարանատերերն էլ գիտեն, որ այդ ամեն ինչը արվում է քաղաքական քաղաքացիների մեջ դժգոհություններ հարուցելու համար։ Բայց սրանց տակից ոնց եք դուրս գալու։ Նարեկ ջան, բա ինչի եք մարդան, որ ձեր բիզնեսները, երբ որ դուք եք գործարան կառուցում, ինչքան ժամանակում եք հոսանք ունեցել։ Դες դու օրինակ ասում ես 6-7 հատ գործարան եք կառուցել։ Ինչքան ժամանակում է հոսանքի հարցը լուծվել վիսակավորտի։ Այդ ասեմ, գնացել 3-4 տարի հերթ եք կանգնել, չէ։ Բա ոնց է տենց եղել։ Քաղաքական նպատակներով եք ամեն ինչ արել։ Այսինքն դուք Հայաստանի Հանրապետության տնտեսության վրա բացասաբար ազդել եք, որպեսզի քաղաքական առումով քաղաքացիների մեջ դժգոհություններ սերմանեք։ Մարդը դրսից եկել է, արտերկրից եկել է, այստեղ ուզեցել է գործարան սարքի ու այդ ձեր ստեղծած խնդիրները հիասթափացրել են այդ մարդուն։ Հետո այսօր դուրս են եկել, իսկ ինչ օտարերկրյա ներդրումներ կան։ Ոչ մի օտարերկրյա ներդրում չկա, լուրջ եք խոսում։ Կներեք, մեծ հարցն է, նույն Քոչարյանին, այդ 100 միլիոնով որ տվել ես այդ ամեն ինչի, 100 միլիոնի դիմաց որ տվել էր այդ ամեն ինչը։ Դրանցից որտեղ է ռուսական ներդրում եղել։ Մենք կարանք դու միջազգայինի հետ գործ ունեք, մենք ցելը ձեր ռուսական ներդրումներից խոսացեք։ Հայաստանից ինչ կար, չկար տվել եք Ռուսաստանին, ճիշտ է։ Դու կարելի էր երևի տալ, եթե դու շատ ծանր վիճակում ես, եթե փոխարենը ունես լուրջ պայմանագրեր եւ գործող պայմանագրեր։ Հիմա հարց եմ ձեզ տալի, Ռուսաստանը որ ոլորտում է ներդրումներ արել։ Որ ոլորտն է զարգացրել Հայաստանում։ 20 տարի, ես իմ կվա մասին չեմ խոսում, որ ասեք, դե հիմա տնտեսական պարտիա վիճակում է, քանի որ գտնվում է պատերազմական շրջանում, ցույց կապիտալիզմի։ Չէ, ասենք, մինչև 18 թիվը լավ։ Ոչ մի 0։ Իմիջիալից ես մի թեմայի մասին եմ ուզում խոսեմ, որը շատ շահարկվում է, ժողովուրդ ջան, լսեք, զինված ու պատրաստված եղեք, այն որ ասում են ինֆորմացված ես, ուրեմն պաշտպանված ես դրա մասին։ Հիմա ինչ են փորձում տարածել, հատկապես նարեկ ենք, ասում են ԿՊ-ն իրավունք ունի 3-րդ ժամկետ գնա։ Նիկոլո չպիտի էր, բա տեսակ ինքը հեղափոխությունը արեց այն ժամանակ, որովհետև Սերժը 3-րդ ժամկետ էր գնում, բայց հիմա ինքն է 3-րդ ժամկետի գնում։ Մենք չպիտի դա թույլ տանք, բայց ոնց եղավ այն ժամանակ sense կամենած։ Հիմա այս մեր ջահելներին ասեմ հետևյալը, ոնց որ դուք լավ չեք հասկացել ինչի մասին, լավ կնեք առանցրակ հեղափոխությունը չտա, որովհետև դուք դրա մասնիկը չեք։ Դա եղել է ձեր դեմ, հատկապես Նարեկ, քո հոր դեմ։ Նաև։ Ուրեմն նախագահական երկրներում, իսկ Հայաստանի Հանրապետությունը մինչև այդ նախագահական երկիր էր, 2 սռոքից ավել իրավունք չուներ նույն անձը ղեկավարել, նախագահ ընտրվել։ Հասկացար։ Հետո Սերժը սաղին խապեց համոզեց, ասես դառնում ենք պարլամենտական, ու եթե դուք քվյարկեք սահմանադրական այդ փոփոխության օգտին, որ մենք դառնանք պարլամենտական երկիր, ես խոստանում եմ, որ վարչապետի պաշտոնում չեմ առաջադրվի, որովհետև հանրությունն ասում է, լավ, ես 2 սռոք նախագահական մնացել, հիմա դարձնում է պարլամենտական, որ էլի վերընտրվի։ Ու ինք ասում էր, չէ, պապայի արև, մատխի սարևը, պախանի արևը, տիրտանինական չի։ Լավ։ Ամենատարբեր խախտումներով մի խոսքով այդ ամեն ինչը եղավ, մեկ էլ պարզվեց 18 թվականին, որ ինքը հանրապետական կուսակցության վարչապետի թեկնածուն է։ Սա խաբեբայություն էր։ Սա խաբեբայություն դասական, որը խոսքով։ Իսկ պարլամենտական երկրում արդեն երբ որ մենք ժողովուրդ ջան, ես դու ձեզանից որևիցե մեկը ընտրություններին չենք գնալու ընտրենք կոնկրետ Փաշինյան Նիկոլին կամ Սարգսյան Արամին կամ թեկուզ Ռոբերտ Քոչարյանին, ոչ, մենք գնալու ենք ընտրենք քաղաքական թիմին, կուսակցության կամ դաշինքին։ Իրենց առաջի համարը այո, դառնում է ղեկավարը, հասկանում եք։ Այս իրավիճակում արդեն
կարող է նույն մարդը, քաղաքական ուժը, կարող է քաղաքական ուժի առաջին համարը մշտապես լինի առաջին համարը։ Ինչքան այդ քաղաքական ուժը մասնակցում է, եթե այս մարդը առաջի համարն է, եթե հաղթել է այս մարդը, սենց է դառնում։ Այս ամեն ինչը բացատրվել է դեռ 17 թվականին ժողովուրդ ջան։ Երբ մենք այդ ժամանակ տարված չենք եղել հասկանալու սա։ Այսինքն համեմատել թե բախի այ երրորդ ժամկետ, լավ է, որովհետեւ քաղաքացիական պայմանագիրը մասնակցում է ընտրություններին, իր առաջի համարը Նիկոլ Փաշինյանն է։ Ընդ որում, առաջի համար ոչ թե իրանք իրար մեջ նշանակել են ով առաջին, ով երկրորդ, ով երրորդ, այլ իր ներկուսակցական ընտրությունները եղել է բոլորիս աչքի առաջ։ Մենք պրիտոմ բացի դրանից ուրիշ որևիցե կուսակցության, բացի ԿՊ-ից, ուրիշ որևիցե կուսակցության չենք տեսել, ոնց են իրանք ներքաղաքական իրանք ընտրությունները իրականացնում եւ որոշում իրենց վարչության անդամները ովքեր են, վարչության նախագահը ով է, հա, քանի ձայն ստանում եւ այլն, ու ինչու է ինքը առաջի համարը առհասարակ։ Դա անում եք դուք փակ սենյակներում ախպերավարի ջոգելով։ Այստեղ արվում է շատ բաց, թափանցիկ, դրանց հələ քննադատողներն քննադատում են անկապ տեղ են երկուսակցական բան, այն որ այդտեղ քննադատելու բան չկա, բայց մեկ է իրենք քննադատել որ իրանք իրենց անեցները պիտի մտնեն գրեն։ Սա է։ Հասկանում եք։ Դրա համար այս մանիպուլյացիային մի տրվեք։ Մնացածը ներկուսակցական խմորումներն են։ Կուսակցությունների ներսում դա սովետի վախտանից էր։ Կհիշեք, միակ պարտիա էր, բայց մեջը sense ինչ-որ թևեր կային, ամեն մեկը մի քիչ ավելի ակտիվ քաղաքականություն, ավելի շատ ազդեցության գոտիներ էր փորձում վերցնել, չէ՞ իր բանը, այդ քաղաքականությունը դա է։ Որտե՞ղ մի պահին նա դառնում էր երկրորդ համարը, հետո առաջին համարը։ Դա է քաղաքականությունը։ Բա ո՞րն է ըստ ձեզ։ Եվ այստեղ էլ հիմի սաղից աշկի առաջն են դարձավ, մենք էլ պարլամենտական երկիր ենք, եւ ինչքան ասես, ինչքան տվյալ կուսակցությունը նպատակահարմար կուսակցականները, տվյալ կուսակցականները նպատակահարմար համար, բա դրա մասին չեք կարդացել, բայց Սերժի բերածն է բանը, օրենքը, որ մենք արդեն պարլամենտական ենք, բա մենք չեք մտել նայ պարլամենտականի ու նախագահականի տարբերությունները էլ որոնք են։ Էլ որոնք։ Թե Քոչարյանի նման դեբիլի պես պիտի կանգնեք նայեք, ասեք, բանը վարչապետը պաշտոնի իջեցում է։ Օպուշ բաներ է խոսում։ Հիշեք այդ հաղորդումը, նու բանը մամուլի ասուլից էր, ինչ էր, թե հարցազրույց էր, թե երեխեքի հետ ջայրների հետ էր հանդիպել գլուխուղեղներն էր լվում։ Ասում է, դες քանի որ նախագահ եմ եղել, ինձ համար վարչապետի պաշտոնը սս պանիժենի է, էլի։ Ինքն չի հասկացել։ Էնի ուրիշ մոդել է, որի ղեկավարը նախագահ են ասում, էսի ուրիշ մոդել է, որի ղեկավարին վարչապետ են ասում։ Ու դա չի նշանակում, որ վարչապետի պաշտոնը ցածր է, այս մոդելի վարչապետի ցածր պաշտոնը ավելի ցածր բան ունի, կոչում ունի, քան այն մոդելի նախագահի պաշտոն։ Նա մինչև մի դա չի հասկացել։ Մինչև հիմա դա չի հասկացել Քոչյանը։ Բան դաշնակներ, բան, այդտեղ կողքից վշտեք բացատրի կարա։ Մեղք կա։ Ատենցել անորոշության մեջ կսակի կգնա։ Հիմա մի հատ էլ հարց ունեմ դաշնակներին։ Դուք իմանաք էլի Աննա Գրիգորյան, այդ Հայաստան դաշինքի ներկայացուցիչները կներեք դաշնակներին չառաջեցած չստացվի թիրախավորում։ Մեկ կարևոր հարց ունեմ։ Պահանջում եմ, որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի, հստակեցնել եւ հանրայնացնել։ Այս պահի դրությամբ Ռոբերտ Քոչարյանը Քարոզ Արշավին հաճույքով է մասնակցում թե ստիպված։ Ես ունեմ խիստ կասկածներ, որ նա բուլինգի է ենթարկվում ձեր բոլորի կողմից։ Որովհետև, օրինակ, 21 թվականի Քարոզ Արշավից մոտ 5 տարի անց ինքնախոստովանականով հանդես եկավ Ռոբերտ Քոչարյանը եւ իր աշխարհի հայտնեց, որ իր սրտով չէր, որ ոչ հավես ուներ, ոչ դրա սիրտն ու հավես ուներ, ոչ բան, եւ իր ուզելով չէր, որ դուրս էր եկել համայնք շրջում էր։ Հիմի ես հասկացա այդ ժամանակ, որ դուք նրան պարտադրել եք ու բուլինգի եք ենթարկել։ Անկամ ուզում էի մարդու իրավունքների պաշտպանին դիմեի, ասեի կարող մարդը կաշկանդված է դիմի, չգիտեմ կարող ինչ-որ վտանգ է սպառնում իրան, դրա համար չի դիմում, էլի, բայց ոնց որ նշաններ կան, ինչ-որ բան ուզում եմ ես հասկացնի, ես բացատրի։ Եվ ես կարծես հասկացել եմ դա։ Հիմա հարցս դա է, բուլինգի եք ենթարկվում, ինչ եք անում։ Նա հիմա ցանկությունով է, իր ցանկությունով է մասնակցում այդ ամեն ինչին, թե էլի պարտադրաբար եք նրան վզից բռնած Էսյանենյան կաշտարի տարիքով մեծ մարդ է, այդպես մի վարվեք։ Եթե նա չի ցանկանում կամ դրա հավեսը չունի, ապա թողեք նրան տանը։ Թե չնա ստիպված է հանդիպել մարդկանց հետ, հասկանում եք։ Չի կարելի, չէ՞։ Հարգանք դրսել որ եք վերջի վերջո ձեր գործընկերոջ հանդեպ։
մի հատ բան աչքովս ընկավ, ես Լևոն Զորաբյանին մի հատ թեթև լուսաբանենք թող ոգևորվի, էլի։ Մի հատ իմանա, որ այս ընտրությունների ժամանակ իրանց գործունեություններին էլ եթե երկու հոգի նայող կա, մեկը ես եմ, հետևող եթե կա։ Մի քիչ թող բան անի, էլի։ Ուրեմն խնդրում եմ, հարց եմ վերջում տալու։ Ուշադիր դիտեք, որովհետև վերջում հարց եմ տալու։ Անսպասելի հարց։ Նիկոլ, ես երեք միտինգին հայտարարել ես, որ Զոր ջան, եկել եմ, ասեմ ձեզ, որ սիրում եմ ձեզ։ Եղբայր, սերը պետք է արտահայտել մի քիչ ավելի քանքուշ ձևերով, մի քիչ մեղմ ձևերով, մի քիչ հաճելի ձևերով։ Բայց իրականում այդ չի խնդիրը։ Խնդիրը նա, որ դու վերջերս մի հատ այսպեսի բան էիր ասել, որ եթե ես սխալներ գործել եմ, ես այդ սխալները, օրինակի համար, որ ասել եմ Արցախը Հայաստանը է վերջ, գործել եմ, որովհետև հայրենասեր եմ, որովհետև սիրում եմ ձեզ։ Եղբայր, դու ինքդ ընդունում ես, որ քո սերը վնասակար է մեր ժողովրդի համար։ Չի լինի, մի քիչ սիրես մեզ, էլի, ռանդդ քաշես։ Ես ոնց հասկացա, Հայաստանի Հանրապետության մի գողտրիկ անկյունից էր Սույն Ազնավորությունով հանդիսանում է Լևոնի Հակ կուսակցության վարչապետի թեկնածուն և Քարոզարշավի այս ակտիվ փուլում, ժողովուրդ ջան, օրինակ, ինչ նկատեցիք դուք այս վիդեոյում։ Ես նկատեցի հետևյալը, որ այս մարդը մենակ է։ Մարդ չկա, լռություն կողքերը։ Ինքը վարչապետի թեկնածու է, մի հատ կուսակցության, հասկանում եք։ Ինչքան կարացել է իր 4-րդ իշխանություն դերտով աշխարհի կեղտերն թափել իր դաշտ, ընթերցողի աչքերն ու ականջները ինչքան կարացել կեղտոտել։ Ամեն ցանկացած քաղաքական ուժ ազարտի անգնում հենց ընտրարշավի պրոցեսների մեջ, հա։ Անգամ ես, որ որոշ ժամանակ եղել եմ կուսակցական, հիմա մի քիչ անկեղծ ասեմ, նախանձով եմ նայում այդ էներգետիկային, որ ուզում եմ դրա մասնակիցը լինեմ, բայց իհարկե չեմ կարող ես դա թույլ տալ։ Ես մասնակից եմ որպես քաղաքացի ես բարակայում։ Ուրեմն այս թոուբոյի մեջ, այս տժժոցի մեջ բաման կանգնած հերվում լսվում են թռչունների դայլայլը, դա ծառերի են մոծակի տզոցի տակ ինչ-որս հայտարարություն անում, ներկայացնում, որ ինքն էլ է քաղաքական դեմք։ Եկեք մի հատ էլ նայեք։ Նա վարչապետի թեկնածու է, ու չգիտեմ խի, մենակ է մնացել ու շատ նեղվում է, որ մեր ժողովրդին ծեր խոստովանող կա ու ինքը ոնց որ մնացել է լուսանցքում, էլի տենց խեղճ երեխա երևի փոքրուց փաղաքշանք չի եղել, չի տեսել, էլի, ասենք բանա տունը հաս չեն ունեցել ուտելու, ստիպված կարակը կալբասին են քսեք երել։ Հələ եկեք մի հատ էլ նայեք, էլի, նայեք։ Վարչապետի թեկնածու է, նայեք։ Երեք միտինգին հայտարարել ես, որ սախ տեղերով Քարոզարշավ է գրել, նայեք։ Սիրում եմ ձեզ։ Մենակով ցիկիկները ձերերը լսում եք։ Քանքուշ ձևերով, մի քիչ մեղմ ձևերով, մի քիչ հաճելի ձևերով։ Բայց իրականում այդ չի խնդիրը։ Խնդիրը նա, որ դու վերջերս մի հատ այսպեսի բան էի ասել, որ եթե ես սխալներ գործել եմ, ես այդ սխալները օրինակի համար որ ասել եմ Արցախ գրքով, միայնակ դաշտում ծառերը հավաքում, որովհետև սիրում եմ ձեզ։ Եղբայր, դու ինքդ ընդունում ես, որ քո սերը վնասակար է մեր ժողովրդի համար։ Չի լինի, մի քիչ սիրես մեզ, էլի, ռադդ քաշես։ Բայց եթե մի քիչ լրջանանք, ապա այստեղ փորձում է Սույն Ազնավորությունը ներկայանալ որպես ժողովուրդ։ Ու իրան թվացել է, թե Նիկոլ Փաշինյանը իրան ասում։ Ես ձեզ սիրում եմ մեջ ինքը մտնում է, էլի, չէ, ցավը տարը, դու գիտես, որ դեպքում ես մտնում։ Եթե իսկապես լուրջ ես վերաբերվում, այն Քարոզարշավին, այն խոստումներին, այն ծրագրերին, ինչ որ ներկայացնում է ԿՓ։ Դու ատելությունը դեմը շարած կանգնելու ես մի քիչ արի մի բան էլ մեկ առհասարակ մի քիչ խոսացեք, էլի դու իզգոյ ես անգամ ձեր կուսակցությունից Լևոն Զուրաբյան դու իզգոյ ես որովհետև քո ձեր կուսակցության ղեկավարը հայտարարելով որ մասնակցում են ընտրություններին բանը ունեն վարչապետի տեխնացու եւ դա դու ես բայց ինքը հրապարակային ասաց որ ինքը միևնույնն է սատարում է Սամվել Կարապետյանին Նա տեսնում է վարչապետ Սամվել Կարապետյանին։ Հասկանում ես, քո ղեկավարը քեզ որպես գցել է այդ դաշտը կգլացել Սամվել Կարապետյանը սատան։ Սրանից ավելի բան չի կարա տեղի ունենա մարդու հետ ով քաղաքականության մեջ է։
Արա շատ լավն է, շատ ուժեղ։ Եվ եւս մեկ նյութ, երեք Պետրոս, ոնց հասկացա 3 է Պետրոսին հյուր եղել, Arthur Brothers-ի այս Քոչարի կուսակցության ղեկավարը, ով էսպիսի հայտարարություններ անում, եկեք լսենք միասին, հա, այս համառոտ պահը։ Անվտանգությունը առաջին Կներեք։ Անվտանգությունը առաջին հերթին պետք է բարձր տեխնոլոգիաներ, մասնավոր բանակների, Այսինքն դուք մասնավոր բանակներ եք բերելու Հայաստան։ այո, Որտեղից։ տարբեր տեղերից։ Մեծ մասը Աֆրիկա, հայ զինվորը պետք է չմեռնի, հասկանում եք, անպայման չէ հայ զինվորը մեռնի։ Այսինքն մենք այդ երկրներից բերում ենք մի 50,000 զոհ, հա։ 80, նայած ինչ միսիա է, ինչ գործ է։ Եվ ուղարկում ենք սահման։ Եվ ուղարկում ենք նույնիսկ ազատագրման։ Ազատագրման։ Ինչն ենք ազատագրում։ Արևմտյան Հայաստանը թե Արցախը թե Արցախ Նախիջևան, ասենք սկզբից։ Անվտանգությունը առաջին հերթին պետք է Առաջարկա։ Բայց էր կան։ Չէ, իմիջայնոց պետք է ասեմ հետևյալը, որ լավը գոներ ուղիղ ասում եմ արդյոք։ Ուսմա ես գալիս եմ։ Կապ չունի ինչ կան, ինչ չէ, էլի, այդպես ասում ենք։ Դերսնում է իր վրա էդի։ Բայց մյուս կողմից այդ որ ասում ես աշխարհը վաղուց անցել այո վարսկանների այդ բաներին, կա այդպեսի բան, բայց գիտես ոնց, այնպես չի, որ օրինակ, հա, բերեցինք Աֆրիկայից մի 80,000 աֆրիկացի, ասին դավայ, գնացեք Ղարաբաղում կռվեք, այսպես փողը Ղարաբաղն էլ հետ բերեք ստեղ։ Ու իրանք գալիս են գնում են կռվում են, դուք ադրբեջաններ աֆրիկացիների հետ է կռվում, вообще Հայաստանի վրա ուշադրություն չի դարձնում հայերի վրա, որովհետև ինչու մասն է խոսքի, աֆրիկացիներն են, դա առանձին ռազմական միավոր է, Հայաստանի չէ։ Բայց այս լոգիկան շատ խնդալու է, եթե տեղ կարա գտնի որևիցե մեկի մոտ։ Ասատրյան, եթե չեմ սխալվում, հա, ոնց էր ազգանունը, թե Սարգսյան։ Պարոն, լավ, եկեք սենց, մի չի ֆիքսվել անունազգանը։ Պարոն, ոչինչ որ սրբազան պայքար ասվածին եք դուք սատարում, ոչինչ որ աֆրիկյան որոշ երկրում հետախուզման մեջ եք, այնտեղ երաշրջման փորձ եղել, մի խոսքով, այս ամենը ոչինչ։ Հավատացեք մի փոքր ավելին էլ ենք տեղյակ, ну, գոնե ես տեղյակ եմ, բայց չեմ հարայնացնի, չեմ հրապարակի, հա, թողնենք մի կողմ։ Բայց այնպես է ստացվել, որ այդ նույն ռազմական միավորները եթե որևիցե միտեղ մարտական գործողություններ են իրականացնում, աշխարհի մյուս երկրների արտաքին հետախուզությունները զեկուցում են, թե այդ իրենք որտեղից են ֆինանսավորվում եւ առնվազն ֆինանսական աղբյուրներին հարվածներ լինում են։ Հիմա եթե դու Աֆրիկայից բերում ես զորք, բայց ֆինանսավորվում է Հայաստանի Հանրապետությունը, արի միասին գուշակենք, թե Հայաստանը ըստ թշնամիների, որքանով է ներգրաված այդ ամեն ինչի մեջ, ունի իրավունք հարվածելու թե չէ Հայաստանի Հանրապետությանը։ Արի ասես հարցեր փորձենք քննարկենք։ Եվ որ մայա խատս կրայուսից վիճակ չի կարա լինի։ Ազատագրենք Արցախը, Նախիջևան, ընդ որում սկզբի համար։ Մենք ասել ենք մի րոպե Թուրքիա, դու հենց հանգստացի վերնգի տեղը։ Մենք ստեղ այդ սկզբի համար էլ էս անենք բրցնենք, հետո քո հետ կխոսանք։ Եղավ արա, օքեյ։ Ես ապուշ մեռնում եմ, քանի որ ես թուրք եմ, ես դեբիլ եմ, հետեւաբար ու ոչ խարեմ էլի, ես ոչ եմ ջոգե, որ դուք էսի բան եք անում, հետո էլ ունեք պլաններ իմ տարածքային ամբողջականության վրա ինչ որ բան անելու, արի ավելի լավ է ես տեղից ձեզ չկպնեմ մատով, դուք այդ հարցերը լուծեք, հետո կջոգենք։ Սա մոտավոր քո պատկերացումն է։ Գիտես 90-ականներին էլ ոնց որ այդպես հաշվարկ եղավ, դրա համար 37 տարի է բանի Հայաստան-Թուրքիա սահմանը փակ է, որով մեզ տնտեսական կախման մեջ է դրել մի ապուշ երկրից, ու մենք մինչև այսօր այս կարակից չենք կարողանում դուրս գալ, որովհետև տնտեսական առումով զարգացումներ Հայաստանի Հանրապետությունում չեն եղել, հետևաբար տնտեսական ուղղության մասնագիտություններ նույնպես չեն զարգացել Հայաստանում, առհասարակ մենք ահագին բավականին կառավարման ոլորտում թեկուզ աշխարհից հետ ենք մնացել։ Հենց դրա համար, որ ասել եմ, մենք հենց այս Արցախի հարցը լուծենք սկզբի համար։ Թուրքիան մեկ ապուշի մեկնա չի հասկանալու, բան չի նա հայ չի հասկանալը, աշխարհի ամենախելացին մենակ մենք ենք այդ մեր շուստրությունը ոչ ոք չի ջանի։ Ասես ինչ է։ Հասկանում եք, դուք իմ բնութագրմամբ, իմ պատկերացմամբ, իմ կարծիքով
Հայաստանի Հանրապետությանը շատ անլուրջ եք վերաբերվում։ Եվ հետ էական չի, որ ձեր կուսակցության անունը Քոչարի եք դրել։ Դա չի բարձրացնում ձեր լրջությունը Հայաստանի հանդեպ։ Շատ անլուրջ եք վերաբերվում։ Ձեր կարծիքով մեր պետությունը մի բան է, որի ձեռը կրակն եք ընկել բոլոր ռուսամետ ուժերով ու սրանց հարող ներկայացուցիչները ու մտածում եք ինչ անենք, որ մի բան տեղի ունի, ասենք ինչի վրա կարելի է ստավկա անել, ասենք Հայաստանը ուզում ենք ստավկա անենք, ինչի վրա անենք։ Այս տպավորությունն է, էլի։ Այդ պատասխանատվության զգացում բան, պետություն ունենալ, պետության հանդեպ առասել, կա գոյություն ունի թե իր համար էթում է, էլի։ Դա մեկա պետությունը մերը չի, էլի, հա, բանը, մերը չի, էսի, ոչ ռադար եք։ Если մեկա մերը չի, կարելի է փորձել մի հատ էնել անել, նոր այդ սա համարել մերը, հա, այս պատկերացում։ Գիտեք, իմիջայլոց մենք խորհրդային միության ռոպագանդայից շատ խոսել ենք ու դաստիարակված քաղաքացուց, խորհրդային միությունում դաստիարակված քաղաքացուց։ Տեսեք, խորհրդային միությունը ինչ ռոպագանդան կարողանում էր անել ու ինքը դաստիարակում էր խորհրդային միության քաղաքացի, ոչ թե մարդ, ոչ թե պետության քաղաքացի, ոչ թե, չգիտեմ, աշխարհում ծնված մեկը, այլ հենց խորհրդային քաղաքացի։ Եվ այդ խորհրդային քաղաքացին չէր կարող մտածել ու մինչև հիմա այդ ազդում է մեր վրա, հա, որ մենք ասած ոնց թե արա, այսքան փոքր է մեր երկիրը, բան ժամանակ մեծ երկիր էինք, արա խոսով էդի Վախթանգ Գերջանից սահմանիչ բլ, նստում ենք պետք էր լույսից սոճի գնում ենք, վարտախորովածը դրած շամպայնը բացած է։ Այ հենց այդ են դրել մարդկանց մեջ, ցավոք սրտի, բացասական բան է, էլի։ Այդ մարդկանց մեջ այդ են դրել, որ քոնը էս մեծն է։ Այս հսկայականը տենում ես, էդի քոնն է։ Դրա համար մենք այսօր շատ անլուրջ ենք վերաբերվում, ոնց էս պուճուրիկը, չէ ախպեր, համաձայն չենք, թող մեծ լինի։ Ու ֆրասը մենք լավ, իսկ ոնց էս պատկերացնում մեծը, այս սկսում են սխալը բաները, որովհետև մեր ուղեղի մեջ պետության քաղաքացի, Հայաստանի Հանրապետության քաղաքացի դեռ նստած չի մեր այստեղը։ Ու ես այս անդադար եմ կրկնելու, մշտապես եմ այս թեմաներին անդրադառնալու։ Նստած մինչև որ կնստի ստեղ մեր պետության քաղաքացին։ Մենք սրա մասին մշտապես պիտի խոսենք։ Իմիջիալուց եւս մի թեմա ու երևի այդքանով եզրափակենք եթերը։ Նայեք, սրանք ես ֆրինյուզով անդրադարձել եմ ճիշտ ասած սրան, այս թեմային, բայց դա հեռուստատեսությունը մի փոքր այլ է, YouTube-յան եթերը այլ, հատկապես գիտեմ, որ Եվրոպայից շատ հետևորդներ կան, դիտորդներ կան, ու թույլ չեմ տա, որ ես ստեմ, չնայած նաև մենք մեր մեջ ամաչում ենք սրա մասին խոսել։ Տեսեք, այսօր որոշ ուժեր, իրենց համարում են ազգային ուժեր, ու մնացածներին փորձում են ներկայացնել թուրքական, սրանք ժողովրդին տանում են դեպի թրքացում, ու քանի որ ես մշտապես ասել եմ, որ ինչում այս ուժերը որևիցե մեկին մեղադրում են, ուրեմն իրենք դրա փորձը ունեն։ Ուրեմն դա ուզում են նենց անեն, որ ոչ ոք իրենց կողմ չնայի այդ հարցով, հա։ Ասենք ուրեմն ունեն այդ կոմպլեքսները։ Եթե իրենք շատ են խոսում գեյերից, ուրեմն իրենք գեյ են։ Իրենք տենց են։ Եթե խոսում են թուրքերից, իրենց մեջ ուրեմն շատ թուրքեր կան։ Առնվազն առաջնորդի բանում։ Եթե խոսում, մի խոսքով ինչից երկիր հանձնելուց, ուրեմն իրենք արդեն վաղուց հանձնել են։ Ու քիչ ժամանակի հետ այդ ամեն ինչը հիմնավորվել, ապացուցվելով եկել է։ Ու այս թրքացում, որ ասում են, բնական է, իմ թեորեմը պիտի աշխատի, որ իրենք ուրեմն թրքացրել են հազարավոր մարդկանց, եթե ոչ 100,000-ավոր, դրա համար այդ կոմպլեքսները շեղելու համար ուրիշներին են թիրախավորում։ Ու ես կարող եմ հիմա հիմնավորել։ Նայեք։ Իմ մոտեցումը։ Քոչարյանի կառավարման, մինչև Քոչարյանի կառավարման տարիները Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ դեռևս դարձյալ բնականաբար արտագաղթ կար Հայաստանից, բայց այդ արտագաղթը 95%-ը գնում էր Ռուսաստան։ Եվ մի 5%-ն էլ չէ, ավելի քիչ տոկոսն էր, որ կարողանում էր ինչ-որ մի կերպ գնալ Ամերիկա։ Եվրոպա դեռևս չէին էլ գնում, կարող է մի քանի հոգի գնացած լինել։ Ովքեր մինչև 97 թիվն են եղել հասել Եվրոպա, կհաստատեն իմ ասածը, որ իրանք այնտեղ Հայաստանից եկած հայ գրեթե չեն տեսել։
Քոչարյանի տարիներին ավելի շատացավ, որովհետև կոռուպցիան սկսեց ծաղկել եւ Ամերիկայի գործը մոտ $30,000 էր անել, Եվրոպային մոտ 3,000, 4,000, 2,500 նայած։ Շատերին խափում էին փողերը վերցնում չէին բանանում, շատերին տանում ճամփի կեսին էին թողնում, այդ մարդկանց ճակատագիրը մի հատ խարավ էր լինում։ Բայց երբ որ մարդիկ գնում են Եվրոպա, Ռուսաստան երբ որ գնում էին, փաստաթղթային խնդիրները մի փոքր այլ են այնտեղ։ Այնտեղ օրինական իրավական ճանապարհով, իհարկե, որոշ դժվարություններով, կաշառք-մաշառք տալով, էլի մանր-մուներ մեկի ջեբը շոկոլադ դնելով բանման, այդ փաստաթղթերը ժամանակավոր կեցության թող մյուս, այդքան sense խնդիրներ չկար, էլի։ Գնում էր, աշխատում էր, ձեռի թղթերը, անգամ մարդիկ կային տասնամյակներով այնտեղ ապրում էին, ոչ մի թուղթ չունեին, ոչ մի խնդիր չունեին։ Իսկ Եվրոպայի պարագայում այլ է։ Երբ որ գնում էին փաստաթուղթ ձեռք բերելու համար, այսինքն կացության իրավունք ձեռք բերելու համար փախստական էին հանձնվում։ Հա։ Բոլորն են անցել այդ ճանապարհով, բոլորը։ Այլ կերպ փաստաթուղթ չեն կարող ձեռք բերել։ Եթե ուրիշ բան, եթե ասենք կարող է ժամանակին իմացել է, որ իր պապիկը, ասենք թե ֆրանսիացի է, ինքը այդ բանով կարող է փաստաթղթեր տանել, դա շատ հազար է։ Մնացած պարագաներում բոլորը փախստական են հանձնում։ Փախստական համարվում է այն մարդը, ում կյանքին վտանգ է սպառնում իր երկրում եւ քաղաքացիական բանի հասարակության կողմից եւ իրավապահ հասարակության կողմից, իրավապահների կողմից, այսինքն իր կյանքին վտանգ է սպառնում, բայց ինքը չի կարող դիմել իրավապահ մարմիններին, որովհետեւ այնտեղից նույնպես հետապնդման մեջ է, երկու կողմանի հետապնդման մեջ է, բոլոր կողմանի։ Եվ նա հանձնվում է փախստական ապաստարան է խնդրում։ Այդ լագերներով բոլորը անցել են, տեղեր կա լագերներ էին, տեղեր կա լագերներ չէին։ Ու փախստականների հիմնական 3 տեսակ է լինում։ Մեկը դա կրոնական փախստականն է, որ եթե դու օրինակ քրիստոնյա ես, հայտնվել ես ծայրահեղ ինչ-որ իսլամական մի երկրում ես, դու քրիստոնյա ես ու քեզ հալածում են քո քրիստոնյա լինելու համար եւ դու չես կարող իրավապահներին դիմել, որովհետեւ այդ կողմից նույնպես կընկնես բանի մեջ, հա, այսինքն կամ հակառակը նույնպես, կամ թեկուզ աղանդավոր ես, ու դրա համար մեղմվեց, այստեղ թույլատրվեց անգամ աղանդների մուտքը, հա, որովհետեւ շատերը գրում ասում են աղանդավոր եմ, ապա Հայաստանում ինչ ճշում։ Մի խոսքով բանն է առաջինը կրոնական, այսինքն առաջի երկրորդի խնդիր չկա ժողովուրդ ջան։ Մյուսը քաղաքական ապաստարան խնդրելն է։ Երբ որ քո քաղաքական գործունեությունը, քո քարկոծվում է ու սպառնալիքներ են հնչում քո գործողության վրա, հա, ու դու չես կարող դարձյալ դիմել իրավապահներին, մի խոսքով։ Այսինքն բոլոր կողմերով քո կյանքին վտանգ է սպառնում քո բարած քաղաքականության համար։ Բոլոր կողմից, որովհետեւ մեկը քեզ չի պաշտպանում։ Եվ այստեղ շատ արհեստական տես լինում է, միտինգներին գալիս են դրոշներով նկարվում էին, գնում փախստականին հանձնվում, քաղաքական ապաստարան խնդրում են, կար, դες դեպքեր էլ կա։ Չնայած հիմա արդեն կարծես այդ գործերը փակվում են ու չգիտեմ, ինչ որոշումներ կընդունվեն։ Եվ կա թերևս ամենատարածվածը դա հետեւյալն է, որ հանձնվում են փախստական օգտվելով պատերազմական վիճակից կամ թեկուզ հրադադարի ռեժիմից արդեն բանը Հայաստանի, Արցախի եւ Ադրբեջանի, ուրեմն երբ որ դու ասենք երկու երկրներ կռվի մեջ են, պատերազմի մեջ են, ու քո ծնողներից մեկը հանդիսանում է այս ազգից, մյուսը այն ազգից։ Ու դու նրանց երեխան ես, դու ոչ կարող ես այստեղ ապրել, ոչ կարող ես այստեղ ապրել։ Դու դիմում ես երրորդ երկիր։ Պրիտոմ կամ ծնողները չէ, դու միած, ասենք դու ասես ես ադրբեջանցի եմ, կինս հայ։ Ոչ կարող Ադրբեջանում ապրել, ոչ Հայաստանում։ Պատերազմ։ Այնտեղ կսպանեն, որովհետև ես ադրբեջանցի եմ, այնտեղ կսպանեն, որովհետև նա հայ է, հա, այս վիճակն է։ Ու այստեղ նույնպես ստանում էին կացության իրավունք, եթե կարողանում էին ապացուցել, դա ինչ որ կերպ սիրուն հեքիաթներով, այո, այլն դոկումենտները դուրա կորցրել եմ կամ առանց դոկումենտներ էլ էր լինում, դա էլ ասեմ։ Խոսքով հանձնվում էին փախստական, հետո այդ ինտերվյուի հետ, այդ ինտերվյուն, իրաց տված ինտերվյուն դառնում էր իրենց կյանքը, որովհետև իրենք որտեղ ներկայանան, պիտի այդ ինտերվյուի տրամաբանությամբ ներկայանան, հասկանում եք։ Այլապես ցանկացած բայի կարող է իրենց մերժեն ու դեպորտ անեն։ Այդ մարդիկ էլ տոնտեղ ծախել գնացել են արդեն։ Այս հատվածը
Եվրոպայում փախստական հանձնված հայերի 80%-ից ավելին է։ Մարդիկ, ովքեր մինչև հիմա այդ ստի հետ ապրում են, ու խելագարվելու բան է, ես ես դա ասեմ, խելագարվելու բան։ Մինչև ստանում են անձնագիր, իսկ դա կարող է տևի 10 տարի, 15 տարի, 20 տարի, կարող է կյանքը ապրի այնտեղ, անգամ ստատուս չունեն։ Նայած գործերը ոնց է ընթանում։ Տեսեք, այսինքն Քոչարյան Ռոբերտ, հատկապես քեզ եմ ասում, Սարգսյան Սերժ, քեզ նույնպես։ Դուք Հայաստանի Հանրապետությունում ձեր կառավարման տարիներին ստեղծել եք իրավիճակ, որտեղից 100,000-ավոր քաղաքացիներ փախել են, իսկապես ձեր ձեռքից փախել են։ Իրենց տուն տեղը վաճառելով, ինչ ճանապարհներով են հասել տեղ, ուղիղ ինքնաթիռով չեն իջել, որովհետև ուղիղ ինքնաթիռով իջնում Ժողովրդյան էլ կա, էլի։ Հետո ինտերվյուից առաջ որ մատնահետք են վերցնում, այնտեղ կերևա որ դու սամալյոտով ես եկել։ Եթե դու սամալյոտով ես եկել, ճանապարհը առանձին ինտերվյու է, որովհետև եթե դու փախստական ես, ոնց ես եկել հասել ստեղ, չէ՞, որովհետև եթե դու կարողացել ես սամալյոտ նստել, ուրեմն քեզ իրավապահները թույլատրել են։ Այդ ո՞նց եղավ։ Բայց դու ասում ես ինձ որ բռնում ես կյանքից սպառնալի կա։ Հասկանում եք, այսպես նյուանսներ կա։ Այս մարդիկ գնում էին ուրիշ երկրներով սահմաններ անցնելով եւ այլն։ Ու գնում հանձնվում էին այս պատմություններով, որ իրենք հայ չեն, կամ իրենց մյուս կեսը հայ չի։ Այսինքն այստեղ դուք այս ձևով փորձում եք թրքացնել մեր քաղաքացիներին, ովքեր հետո այդ պատմած հեքիաթի հետ, որովհետև ճարահատել հասել են ինչասես պիտի անեն, հետո դրա հետ պիտի երկար ապրեն ու ձեր կեղտոտ առած քաղաքականության արդյունքում իրենց բարեկամների ծանր կեցությունը տնտեսական նույնպես փորձեին հոգային այնտեղից։ Նայեք ձեր ժամանակներում եղել է տենց ընտանիքով ամսական մի 100 եվրո կամ 100 դոլար չէր ստանում դրսից։ Չստանար չէր գոյատևի պարզապես։ Ու դուք հիմա հելել ասում եք մեր ժամանակվա տնտեսությունը։ Սա սեփական դուք ցեղասպանության եք ենթարկել, մշակութաբանական ցեղասպանության դուք նվաստացրել, ստորացրել եք 100,000-ավոր հայ մարդկանց, ովքեր այսօր արդեն ունեն երեխաներ Եվրոպայում։ Ու չգիտեմ, նրանք հետ կգան չեն կա, որ հատվածը կգա։ Փառք Աստծո, 25 թվականին առաջին անգամ եղել է դրական սալտո գնացողների եւ եկողների միջև։ Մոտ 8000 թվով։ Ես դրա համար եմ դա բարձր գնահատում։ 0 լիներ դա արդեն մեծագույն արդյունք է։ Բայց 8000-ով ավել մարդ եկել է մնացել, քան գնացել են մնացել։ Ձեր ժամանակների տարբերությամբ ամսական տարեկան 100,000-ով մարդ է գնացել Հայաստանից։ Ու դուք այսօր դուրս եկեք խոսում եք թրքացումներից, դուք դրթել եք մարդկանց, նայեք ինչերի։ Դուք գիտեք հեշտ է այդ օրինաց պատմությանը համահունչ փորձես ապրես, որ հանգարց պալիտ չլնես ու քեզ հետ չուղարկեն, որովհետև դու ստե մնալու տեղ չունես, տունը տեժանով ծախել մի ձև եկել հասել ես։ Դու գիտեք դա հեշտ է։ Հիմա եկեք գնանք Եվրոպա, իհարկե շատ հայերը ընդդերի ապրող սրա մասին չեն խոսալ, վտանգավոր է, թե վտանգավոր է, որտեղ փաստաթղթերը կարող դեպորտ անել բան չէ, բացվի գործերը, եւ թե ամոթ է իրենց համար։ Բայց ամոթը իրականում ձեզ է, ոչ թե ամոթը, այս ամեն ինչի մեղավորությունը ձեր վզին է, ոչ թե այդ մարդկանց համար։ Դուք փորձեք 1-2 հայի ընդեղ ներկայացած ինտերվյու բացեք, կարդացեք։ Սարսափելի է դա, ու դրա հետ ապրում են 20 տարի, 25 տարի։ Ու դուք այսօր կանգնել եք լկտիաբար, չէ՞ դա մենք որ գանք, մենք ուստանում ենք, իսիսենց անենք ինինենք։ Ես ասում եմ, ես ունեմ դժգոհություններ այսօրվա իշխանությունից։ Դժգոհություններից մեկը հենց այն է, որ ձեր լեզուն, ձեր բերնում դեռ ֆռում է։ Ու դուք մասնակցում եք քարոզարշավների, մարդկանց էլ փորձում եք խափելով ձեր ներքերեք։ Նայած որ գնացեք ամսի 16-ին ու գնահատական տվեք ձեր հարազատների փոխարեն։ Գնացեք ու գնահատական տվեք դրանց, ովքեր ձեր հարազատներին, նրանց ովքեր ապրում են հատկապես Եվրոպայում,
թրքացրել են։ Պարտադրաբար, իհարկե իմ համար այդպես չի, ինձ համար իդեալական հայություն են, իմ քույրերն ու եղբայրներն են, ու ես հույս ունեմ իմ պետությունը լինելու է այնպիսին է, որ իրանք գան, իմ խնդիրը մեծ հաշվով հենց դա է, որ մենք բոլորս ապրենք մեր երկրում, որտեղ Հայաստանում չկա միտում, մի հատ առիթ ես անում, մի հատ երեխու ծնունդ ես անում, մի հատ կնունք ես անում, որ նայում ես բարեկամներիդ կեսից շատը երկրում չեն, ու սա երևի բոլորիդ մոտ է, չէ՞ դες, կեսից շատը երկրում չեն, բարեկամներ, դու զգում ես, որ կարոտել ես, էլի, մի օր պրոստը պարզապես բոլորով նստենք նա ամիդորով ծվացել ուտենք, չգիտեմ, խոսենք, ես ինչ երեխու ճակատագրից օրինակ, նոր հեռախոսը առնում ենք, առաջին բանը, որ մեջը քաշում ենք, դա Viber-ն ու WhatsApp-ն է, որ բարեկամների հետ խոսենք, հասկանում եմ, իներցիայով առաջինը դա ենք անում, ու դուք կանգնել ինչերից եք խոսում ստեղ, Եվրոպայում ապրող իմ հարազատներ, իմ ընկերներ, իմ հետևորդներ, ես ձեր կյանքին մեռ եմ, ձեր քաշածը ես գիտեմ, ու պետքա էլ տենց չլինի, այդ ամեն ինչը պետքա շտկվի ու էլ տենց կյանքում չպիտի լինի հայ ժողովրդի հետ, հայ ժողովուրդը ունի իր տունը, իր պետությունը արդեն, ու պիտի տեր կանգնի դրան, պիտի տերը լինի դրա ու իրան դրսևորի տիրոջ պես, այդ տերը ոնց է վերաբերվում իր ունեցածին, շատ զգուշորեն, խնամքով, այդպես պիտի լինի, դե հիմա շատ բարդաբնական է, որովհետև խաղաղության պրոցեսներն են, հենց որ ժողովուրդ ջան, եկեք դու, մանր եկեք դու, ու ես այս դրա համար եմ բարկանում, երբ որ ասում եմ եկեղեցիները նորակառույց որ կան Սփյուռքում կառուցած փող աշխատելու համար, կոնկրետ դուքյան են փող աշխատելու համար, ես չեմ խոսում հնագույն պատմամշակութային ժառանգությունից, ես խոսում եմ դուքյաններից ու ես գիտեմ ինչն են դուքյան համարում ու որովհետև մեկը որ փորձի մանիպուլացնել ասած գլխին վզին նրանց կստանա ճտոցից տնացիկ վեր կթռնեն, ուրեմն որ մի եկեղեցում է քարոզվել երիտասարդներին, որ կան Հայաստանում իրանց տունը կառուցել, որ նորապսակ զույգին հարսանիքի ծիսակատարություն անելուց է քահանան շշնջացել ասելից գուցե այս միությունը Հայաստանում կայանա, որ մեկ դուք չեք արի դա, գիտեք որտեղ դուք թքած ունեք նրանց վրա, ձեզ պետք է որ համայնքը շատանա, մեծանա, որ դուք շատ փող աշխատեք, այդ ամենաբանը ինձ համար, իհարկե կան նաև հնագույն համայնքներ, եկեղեցիներ և այդ եկեղեցու շուրջ խմբված նույնքան հնագույն մարդիկ հայ ազգությամբ, բայց ես դուք շատ լավ հասկանում եք ինչի մասին եմ խոսում, ես դրա մասին չեմ խոսում, շատ այլ ուրիշ, ու երբ որ ինձ ասում են դրսում այսքան եկեղեցիներ են կառուցել այս ընթացքում, դա վատ բան եմ ես համարում, ոչ թե վատ է որ եկեղեցի է կառուցվել, այլ փաստորեն էլի է շատացել այդ համայնքները, իսկ փոխարեն այն պետությունում նվազել է միշտ թիվը բնակիչների, ու հիմա դուրս եմ եկել Սամվել Կարապետյանից, որ գրքախառնվար կտրիչի հետ զասոս արիք իրար, որ լեզվով հարցնեմ էլի, լավ զասոսվում եք, հա իրար որ տենում եք, դա այոց է, սպիտակ ցեղասպանություններ, գենոցիդներ, որը իրականացվեց հայ ժողովրդի վրա, ու այդ հետևանքները դեռ երկար են իրանց հիշացնել տալու, եկեք այսքանով երևի թե եզրափակենք այսօրվա եթերը, շատ շնորհակալ եմ ձեզ ժողովուրդ ջան, մշտապես հետևելու էջին, եթերներին, աջակցելու ամեն ինչի համար շնորհակալ եմ եւ ձեր դրական վերաբերմունքի ու կարծիքի համար այդ թվում, եւ եթե կլինեն որոշ սուբյեկտիվ կարծիքներ, որոնք որ հնարավոր է չեն համընկնի ձեր սուբյեկտիվ կարծիքի հետ, դա նույնպես սիրուն բան է, լավ բան է, եթե կարողանում ենք իրար լսել, ընկալել,
դա լավ բան է։ Այնպես որ ամեն ինչ շատ լավ է լինելու, պես չմտածեք, բարի գիշեր ձեզ։